Մենք հիմա խոսելու ենք պարային մի խմբի մասին, որ կոչվում է Ամբերտ, պարային անսամբլ, սիրելիներս, ովքեր շատ սիրում են իրենց աշխատանքը եւ ունեն հաջողություններ։ Վերջերս նրանք մշակութային այցով Ֆրանսիայում էին եւ Առնովիլ քաղաքում կայացած համերգ են ունեցել, որը տեղի է ունեցել Շարլ Ազնավուրի անվան թատրոնում Աստղիկ պարախմբի հետ համատեղ, թե ինչպիսի նպատակներ է ունեցել այցը համերգային ծրագրի եւ առհասարակ հայկական մշակույթի ներկայացումը Սփյուռքում, մեզ կպատմեն արդեն մեր հյուրերը, ովքեր տաղավարում են։ Իսկ մեր տաղավարում են Ամբերտ պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, բարի լույս, եւ բալետմայստեր Դավիթ Բարխուդարյանը, բարի լույս, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք եւ մեզ հետ եք կիսում ձեր առավոտը։ Մենք շնորհակալ Ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ։ Ի սկզբանե նախ ներկայացնեմ ու շնորհավորեմ առաջին հերթին այն մրցանակների համար, որ ստացել եք սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես մեր հյուրերը Էդգար Հովհաննիսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության կողմից Գրիգոր Լուսավորչի ուշամեդալով եւ ոսկե մեդալով, իսկ բալետմայստեր Դավիթ Բարխուդարյանը երկարեմյա բարեխիղճ մանկավարժական գործունեության համար արժանացել է նախարարության պատվոգրին։ Սա արժանի պատվոգրեր են, մրցանակներ են, մեդալներ են, որ դուք ունեք, այնպես որ եւս մեկ անգամ շնորհավորենք եւ պատմեք Ֆրանսիա կատարած մշակութային շատ կարևոր այցի մասին եւ ինչ լրացրեց, ինչ տվեց այն պարային անսամբլին, սկսեք, համեցեք։ Ուրեմն ասեմ, որ այս գաղափարը, այս ծրագիրը ոչ թե ստեղծվեց մեկ օրում, այլ տարիների ընթացքում։ Եվ այս ծրագրի աջակիցներն էին մեր վաղեմի ընկերներ Արամ եւ Կատարինա Արզումանյանները, որոնք տևական ժամանակ է գտնվում են Փարիզում, 20 տարուց ի վեր իրենց գործունեությունն են ծավալում մշակութային եւ բավականին շատ հաջող եւ որոնց հետ մենք ապրել ենք նաեւ ասեմ բարեկամություն պետական անսամբլում Նորայր Մերաբյանի գլխավորությամբ եւ այս տարիների ընթացքում հանդիպումներ եւ այլ խոսակցությունների ընթացքում որոշեցինք ստեղծել մի հետաքրքիր համագործակցություն շփում մեր եւ ֆրանսահայ երեխաների միջև, որը որ հետագայում կստեղծի ջերմ, ամուր եւ ազգային sense արժեքներով ագեցած մթնոլորտ։ Եվ իհարկե պետք է ասեմ, որ նաեւ այս գաղափարին աջակից եղավ Ֆրանսիայի Կապուտ խաչ կազմակերպությունը, որ իրենց շնորհիվ այս ամենը կազմակերպվեց։ Երեխաները մնացին հայ ընտանիքներում, այնտեղ շատ ջերմ մթնոլորտ էր, նրանք իրենց դռները եւ սրտերը բացեցին մեր երեխաների առջև եւ բացի համերգային ծրագրից այնտեղ շատ հագեցած էր, երեխաները ծանոթացան Ֆրանսիայի մշակույթով, մենք նրանց միջոցով երեխաները այցելեցին Լուվր, Շանզելիզե փողոց, այդտեղ Կոմիտասի բուրակի Կոմիտասի արձանի մոտ եղան, տեսան թե հայերը, մեծ հայերը ինչպիսի ճանաչում ունեն Սենագետով մանեկան եւ այլ շատ այդ մեկ շաբաթվա ընթացքում շատ հագեցած օրեր ունեցանք եւ շատ հետաքրքիր էր մեր բոլորի համար։ Սա Ամբերտ պարային անսամբլի առաջին գործողումն էր համերգային ծրագրով, թե նախորդիվ մեծ փորձառություններ ունեցել եք եւ եթե առաջինն էր, ինչ տպավորություններ ստեղծեց երեխաների մոտ մասնավորապես։ Ֆրանսիա առաջինն էր, կարող եմ ասել, մենք եղել ենք մեր պետական անսամբլով, բայց մեզ ընդհանուր Ամբերտի համար առաջինն էր, նախկինում եղել ենք, մասնակցել ենք բազմաթիվ փառատոների Հունաստանում, Հորդանանում եւ այլ երկրներում ներկայացրել ենք մեր ազգային մշակույթը։ Շատ լավ։ Դավիթ, խոսենք մի կարևոր երևույթի մասին, որ վերջերս իհարկե արծարծվում է այդ թեման, բայց որքանով է այն տեղին եւ որքանով է ճիշտ նպատակակետին այն հասնում, փորձենք բացահայտել ձեր միջոցով նաեւ։ Ինչպես կգնահատեք այսօր մեր հայ պարարվեստը, որքանով են դեռ մանկության տարիներից սկսած հայկական ազգային մշակույթին, պարային մշակույթին առհասարակ կարևոր տեղ տալիս ընտանիքներում, որովհետև այսօր համենայն դեպս կա մի կարծիք, որ հայկական ազգային պարային խմբերում տղաների մեծ պակաս կա, եւ այդ մշակույթի դասերակցությունը դեռ պետք է սերմանել, որպեսզի տարիներ հետո ունենանք որոշակի արդյունք այս իմաստով։ Արդյոք Շատ ճշմարիտ, այո, նման
նման երևույթ կա, որ մեր գաղափարախոսության մեջ, այսպես ասած, մի քիչ տղաներին ուղղվածությունը չեն տալիս ավելի մշակութային պարարվեստի ոլորտում, բայց մեր աշխատանքի, մեր այսպես ասած ռոպագանդայի ցուցադրության արդյունքում չենք դժգոհում, որ չկան տղաներ, այո, նախընտրել է, որ շատ լինեն նման տրամադրվածություններ ընտանիքներում, որպեսզի հայ տղաները կարողանան շփվեն մշակույթի հետ, հասկանան ինչ է դա, գաղտնիքները բացահայտեն եւ երբ որ ծանոթանում են արդեն շփվում են այդ մեծ աշխարհի հետ, այսպես ասած, շատ դժվար են հետո բաժանվում եւ կուզենամ ասեմ, որ մենք այս պահին շատ են կարևորում տղաների մասնակցությունը համերգային միջոցառումներում եւ իհարկե Փարիզում նաեւ մեր տղաներն էլ էին մեր հետ, որոնք լավ աշխատանք կատարեցին եւ բավականին բարձր ուրեմն ծափարությունների եւ խոսքերի արժանացան համերգից հետո ներկային նաեւ այնտեղի պարողները այլ խմբերից էին եկել որպեսզի նայեն եւ համերգից հետո այդ վերաբերմունքը, այդ արտահայտությունները, որոնք որ հնչեցին իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ, իրանք էլ էին շատ տպավորված ու էլի ցանկություն կա նորից հետ գնալու։ Գիտեք, նման հյուրախաղերը, նման համերգային ծրագրերը ձեզ կարող են համարվել լավ իմաստով, բոլոր իմաստներով։ Գովազդային արշավ, ինչ որ վարակիչ երևույթներ տղա երեխաների համար կամ առհասարակ, հա, բարի գնացող երեխաների համար, որոնք ավելի ողջևորվեն, փորձեն բացահայտեն այս աշխարհը, այսինքն գովազդային արշավները դեռ կլինեն շարունակական, ինչ ծրագրեր ունեք առաջիկայում համերգների կամ գուցե մշակութային այցերի, հյուրախաղերի հետ կապված, որոնք կգրավեն նաև հանդիսատեսին եւ այն մարդկանց, ովքեր ցանկանում են ապրել ու տիրապետել ազգային ապրերի մեջ նաև։ Իսկ հիմա մենք տեսնում ենք նաև կադրեր, այո, տեսեք ու վարակվեք ու հիացեք մեր ազգայինով, սիրելի հեռուստադիտողներ ու հատկապես երիտասարդ տղաներ ու աղջիկներ։ Մեկ գործողությամբ էինք ներկայացել, առաջին, ուրեմն սա առաջին գործողություններն են եւ այստեղ Շարլ Ազնավուրի թատրոնում էր տեղի ունենում այս միջոցառումը, իհարկե արտիստների համար էլ էր մեծ պատիվ նման թատրոնում ներկայանալը։ Երկրորդը իհարկե Աստղիկը պարեց, Աստղիկ պարախումբը Արամ եւ Կատարինա Արզումանյանների գլխավորությամբ շատ մեծ բարձր տոն դարձավ, շատ լավ էր տպավորությունները, այո, եւ սա գովազդային արշավը նաեւ Սփյուռքում, որպեսզի տեսնեն, շփվեն, ինչու՞ չէ մենք նաեւ մի քիչ ավելի նորություններ ենք տալիս, ավելի այսպիսի թարմացումներ ենք տալիս, բայց չխախտելով մեր ազգայինը եւ փորձում ենք մատուցել պարզ եւ գրագետ։ Պարոն Հավանեսյան, պարացանկի մասին խոսեք, ինչ ենք ներկայացնում Ամբերտ պարային անսամբլը հիմնականում հայկական, թե պարացանկը հագեցած էր հայկական ազգայինով, իհարկե, սա է մեր գերխնդիրը, տարածել ազգայինը, սերմանել երեխաների մեջ ազգայինը, պատմությունը, մշակույթը։ Եվ նույն կերպ Աստղիկ պարախումբն էլ երկրորդ բաժնում իհարկե ազգայինով ներկայացավ, նրանք էլ շատ լավ պատրաստված էին, չնայած որ գիտեք, որ Սփյուռքում մի քիչ դժվար է փորձեր իրականացնել ավելի հաճախակի, բայց նայելով իրենց եւ հասկանալով ինչքան ժամանակ են տրամադրում, մենք հիացած ենք եւ նրանց շնորհավորում ենք իհարկե նրանց ղեկավարների շնորհիվ, այս ամեն ինչը նրանց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, այս ամեն ինչը իրականացավ եւ համագործակցությունը կայացավ։ Անդրադառնալով հետագա պլաններին անսամբլի նաև, ինչ է սպասվում 2026-ին, երբ մինչև տարվա ավարտ ինչ պլաններ ունեք։ Ուրեմն այս ջերմ ընդունելությունից, այս փոխադարձ մշակութային շփումից հետո գաղափար հղացավ, որ հոկտեմբերի մեջ նաև նրանք այցելեն եւ ցանկություն ունենք մեր օպերային ակադեմիական թատրոնում միասնական ելույթ ունենանք, որը կարծում եմ թե նրանց, թե մեր, թե ընդհանուր հանդիսատեսի համար մեծ ողջավորվածություն կառաջացնի։ Եվ այս համերգներն են, այս ուղևորություն, այս ծրագրերն են, որը որ ողջավորում է հայ երիտասարդին, մեզ բոլորիս հետագա քայլերը ավելի պատասխանատու եւ մտածված անել։ Այնտեղ հայ համայնք, հայկական բարի կենտրոն, բարի անսամբլ ում եք հյուրընկալելու մենք։ Մենք հյուրընկալելու ենք Արամ եւ Կատարինա Արզումանյաններին, իրենց խմբերին, իրենք նաեւ
ունեն, ասեմ, Արարատ բարի խումբը, իրանք աշխատում են նաև Արարատ բարի խմբի հետ, Աստղիկը առանձին կառույց է, Կապույտ խաչի համատեղ կազմ կհավաքվի եւ մենք հյուրընկալենք իրենց։ Շատ լավ, եւ գնալով դեպի ամփոփում, եթե կարևոր ինչ-որ բաներ ունենք ավելացնելու, խնդրեմ, եթե ոչ, ապա ուրախ ենք ձեզ եւս մեկ անգամ մեր տաղավարում տեսնելու եւ ներկայացնելու առհասարակ մեր հայկական բարի մասին կարևոր տեղեկություններ։ Գիտեք, որպես ամփոփում պետք է մեր երիտասարդ հեռուստադիտողներին, ովքեր հենց հիմա մեզ դիտում են, հնարավորություն ընձեռել հուշել, ինչպես կարող են գտնել ձեզ եւ ինչպես դիմել Ամբերտ Պարային անսամբլ եւ ինչպես է իրականանում ընդունելությունը առհասարակ եւ տարվա որ շրջանում է իրականանում իրազեկված լինելու համար։ Հիմնականում սեպտեմբեր ամսից է ընդունելությունը, այսինքն օգոստոսի վերջի օրերից սեպտեմբեր ամիսը ամբողջովին ընդունելությունը մեզ կարող ենք գտնել համացանցում գրելով Ամբերտ Պարային անսամբլ եւ այնտեղ ակտիվ եք սոցհարթակներում։ Շնորհակալ ենք ձեզ, որ մեզ մոտ եք տաղավարում, մշակութային այցերը թող շատ լինեն, թող տեղին ու կարևոր լինեն, փորձի փոխանակումն էլ հաճախակի։ Այո։ Հաջողություն, ձեզ օրվա դրական շարունակություն ենք մաղթում, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարժվենք առաջ ու վայելենք երաժշտական տրամադրությունը։